հարգելի գյումրեցիներ, սիրելի թիմագիստներ, շնորհակալ եմ հանդիպման համար, ուրեմն արդեն ասվեց ավանդույթին համաձայն ես բոլոր ընտրությունների ժամանակ իմ քարոզարշավը սկսում եմ մեր թեմի առաջնորդի Սրբազանի օրհնությունը ստանալով եւ այսօր էլ բացառություն չէր։ Առաջի քայլը մենք արել ենք Սրբազանից օրհնությունը ստացել ենք, երեք մենք մեր թիմագիստներով մեր քաղաքը Տաշինքի ավագանու տեխնատուներով եղել ենք զինվորական պանթեոնում, Շիրակ պանթեոնում, մեր հարգանքի տուրքն ենք մատուցել մեր զոհված տղաներին եւ այս պահին էլ ուզում եմ, որ բոլորս միասին մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհված հերոս տղաների հիշատակը։ Շնորհակալ եմ։ Սիրելի գյումրեցիներ, այսօր մեր համար շատ կարևոր օր է։ Առաջի հայացքից հասկանալի է, քարոզարշավի առաջի օրերը այնքան էլ տրամադրող չեն, բայց համոզված եք, որ մենք ստեղծելու ենք մեր թիմով այդ տրամադրությունները, որովհետեւ մեր գյումրեցիները մտնեն այս նախընտրական process-ների մեջ։ Նաև հասկանալի է պատճառը, թե ինչու այս պայքարությամբ մեր գյումրեցիները չեն կարող եւ չեն ուզում կենտրոնանալ տրամադրվել այս նախընտրական process-ների մեջ մնալ, քանի որ մեր երկիրը ունի լուրջ խնդիրներ, շատ լուրջ խնդիրներ։ Հիշում եք, ընդամենը մեկ օր առաջ եղավ նորից հայտարարություն, նորից մեր իշխանությունների կողմից եղավ պատրաստականություն հանձնվելու ճանապարհների տեսքով, ճանապարհ բացելու, ու մենք ցավոք սրտի օր-օրի ականատեսն ենք նմանատիպ կորուստների, նմանատիպ փորձությունների։ Եվ այդ փորձությունները, ինչպես որ չշրջանցեց Արցախի Հանրապետությունը, ովքեր շատերը վախենում են օգտագործել Արցախ բառը, վախենում են օգտագործել Արցախի Հանրապետություն բառը, այսօր մենք ցավոք սրտի չունենք Արցախը, մենք կորցրեցինք Արցախը, մենք կորցրել ենք Տավուշի մարզի մի շարք գյուղեր, այսօր մեր թշնամին ջերմուկի մատույցներում է կանգնած, այսօր ցավոք սրտի մենք ապահովագրված չենք, որ Գյումրին մնալու է հայկական, Գյումրին մնալու է որպես գյումրեցիների, որպես Գյումրու, որպես Հայաստանի երկրորդ քաղաք։ Այս ամեն ինչը ճիշտ է մի փոքր վատտումներով է, բայց մենք պիտի պատրաստ լինենք առերեսվելու իրականության հետ։ Սա է իրականությունը։ Ինչքան ուզենանք փախչել, ինչքան ուզենանք մեզ չտեսնելու, չլսելու տանք, թե այդ արցախցիներին էր վերաբերվում, այդ տավուշցիների խնդիրներ, այդ սյունեցիների խնդիրներ, որ եկե հասել են Սյունիքի տարբասների մոտ մեր թշնամիները, բայց չէ, ժողովուրդ չէ։ Մենք ճիշտ է միշտ գյումրեցիներս հույսերս դրել ենք, որ ամենաապահովված տեղը, քաղաքը, մեր քաղաքն է, մեր Գյումրին է, բայց հավատացեք, այսօր մեր քաղաքը նույնպես կանգնած է այդ փորձության առաջ։ Մեր քաղաքն էլ կորցնելու վտանգը շատ մեծ է։ Ինչ կապ ունի Գյումրու քաղաքապետի քաղաքային իշխանությունները այս ամեն ինչի հետ։ Շատ ուղիղ կապ ունի ժողովուրդ։ Այսօր ինձ համար մեծ ցավ է, որ մեր գյումրեցիները կարող են իրավիճակային խաբվեն ու այդ խաբուսիկ առաջարկությունները, այդ չագերտավոր աջակցությունը գյումրեցիներին, որ տրվում է ժամանակավոր մեր գրբանից, փողոցահարթեսման ճանապարհով, այդ շենքերի բակերի լուսավորությունը ապահովելով
ես ափսոսում եմ ու շատ վատ եմ նայում այս ամեն ինչին, որ մի ժողովուրդ, մի երկիր, մի պետություն, ով որ կորցրել է իր երկրորդ պետությունը, իր Արցախ պետությունը, կարող է այսօր այդքան կարճ լինի հիշողությունը, որ խաբվի այդ շիբինապատումով, խաբվի այդ լույսերի տեղադրումով և գնա քվեարկի այն թեկնածուի օգտին, որոնց շնորհիվ մենք այսօր չունենք Արցախ ու մենք չտա Աստված վաղը կարող է նաև չունենանք Գյումրի։ Քննադատեցին նաև մեզ, քննադատեցին, որ մենք ձեռագիր ենք գողացել, մենք իրենց շիբինապատման կամ լուսավորությունների ծրագիրը կամ կատարվելիք աշխատանքը վերցրել ենք, մեզնով ենք արել, մի քանի հոգի փորձեցին այդ ուղղությամբ, այսպես մի թեթև ծղր տալ, որ Մարտուն Գրիգորյանը կրկնօրինակել է։ Մարտուն Գրիգորյանը 2007 թվականից քաղաքականության մեջ է։ 2007 թվականից ես իշքան ինձ հիշում եմ, իմ անձնական սեփական միջոցներից այն ինչ որ իրանք այսօր անում են Գյումրու բյուջեից, մեր գումարներից անում են մեր քաղաքի համար, ես արել եմ այդ ամեն ինչի անձնական միջոցներից։ Մենք այս ընթացքում քաղաքացիների խնդրանքին ընդառաջ ենք գնացել, իմ թիմի կողմից էլ այս վայրդրությամբ է Գյումրիում տարբեր թաղամասերում կա այդ խնդիրը, մենք էլ փորձում ենք այդ հարցը կարգավորել։ Ինչու այդ ամեն ինչը ցուցադրվեց նրա համար, որ մեր գյումրեցիները լավ հասկանան։ Այդ այնպես է մեծ գործ չէ, որ արել են, որ դրանով փորձեն գյումրեցիներից ուշք ու միտքը դարձնել դեպի այդ շիբինապատումը։ Այդ շիբինը մեծ գործ չի, մեծ ծախսեր չի։ Այդ շիբինապատումը ես էլ իմ անձնական միջոցներից կարող եմ քաղաքի կեսից ավելին այդ ամեն ինչը անել, ժողովուրդ ջան։ Պետք չէ խաբվել, ու սա շատ կարևոր բան է։ Այս ընտրությունների ընթացքում մենք պիտի լավ հասկանանք ու լավ գիտակցենք ինչին ենք տալու առաջնահերթությունը։ Առաջնահերթությունը տալու ենք փորձին, առաջնահերթությունը տալու ենք այն թեկնածուին, ով որ ունի անցած ճանապարհ, ով որ իմունիտետ է ձեռք բերել իշխանությունների հետ պայքարի մեջ մտնելու։ 14 տարի եղել եմ պատգամավոր, որից 13 տարի եղել եմ ընդդիմադիր։ 13 տարին ընդդիմադիր լինելով հանդերձ, տարբեր տեսակի փորձությունների միջով եմ անցել։ Ինչ իշխանություն, ինչ տեսակի մարդ, ինչ տեսակի մինիստր ու չգիտեմ քաղաքական գործիչի ասես որ չեմ հանդիպել։ Ու այդ ամեն ինչի այդ փորձությունների միջից ես դուրս եմ եկել որպես գյումրեցի մարդուն, որպես քաղաքի տղա ու կարողացել եմ իմ անունս, պատիվս, իմ քաղաքի պատիվը բարձր պահել ու երբևիցե ոչ մեկի առաջ գլուխ չեմ խոնարհել։ Գլուխ չեմ խոնարհել ու չեմ խոնարհելու ոչ մի քաղաքական ուժի առաջ, ոչ մի քաղաքական ուժի ղեկավարի առաջ։ Ես համագործակցել եմ թիմերի հետ, ես համագործակցել եմ երկրի նախագահի հետ, բայց երբևիցե իմ մտքով անգամ չի անցել, որ ես որպես մարդուն կարող է լինի դա երկրի նախագահ, լինի նախարարներ, լինի չգիտեմ տարբեր տեսակի ռանգի պաշտոնյաներ, որ ես հանգարց խոնարհվում այդ մարդկանց դեմով։ Ես միշտ եղել եմ պահանջատեր, ես ցավոք սրտի այս բառը շատ լավն է ու գյումրեցիներից բնորոշ բառ է, բայց այսօր այժեզրվել է, բայց ես հավատացնում եմ ձեզ, գալու է այդ օրը, որ գյումրեցիների այդ բառով հպարտանա ու գյումրեցին էլի այդ բառով իրեն լավ զգա։ Ես երբեք իմ դուխը երբեք չի պակասել ու չի պակասել։